Հելենը փոթորիկից հետո Ամերիկայում օլեգնում է Միլթոն անվանվող փոթորիկը։ Սա մեծ փորձություն է Ֆլորիդայի բնակիչների եւ բիզնեսների համար, բայց եւ միաժամանակ հնարավորություն ֆոնդային բորսայում գումար վաստակելու։ Սա նշանակում է, որ ապահովագրական ընկերությունները հիմա կորուստներ կունենան, քանի որ Հելենը փոթորիկից հետո հազարավոր մարդիկ ապահովագրական պահանջներ են ներկայացրել։ Ապահովագրական ընկերությունները մեծ գումարներ են կորցնում, սակայն սա սարսափեկորի գագաթն է։ Ապահովագրական ընկերությունները գիտակցում են, որ Միլթոն փոթորիկը նույնպես մեծ վնասներ կբերի։ Ուստի նրանք չեն ցանկանում ռիսկի դիմել եւ փոխանցում են իրենց ռիսկերը մյուս ընկերություններին։ Օրինակ, 2005 թվականին Քեթրին փոթորիկից հետո վերաապահովագրող ընկերությունները աճել են 20%-ով, քանի որ նրանք գումար են վաստակել հայտերի ավելացման եւ իրենց ծառայությունների արժեքի բարձրացման արդյունքում։ Կարող եք դիտարկել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Reinsurance Group of America եւ Renaissance Re Holdings, կամ կարող եք շուրջ անել սովորական ապահովագրական ընկերությունները, քանի որ ապահովագրական վճարները կարող են վատթարացնել նրանց ֆինանսական ցուցանիշները։